Շնորհակալություն, պարոն վարչապետ, օրերս հաղորդագրություն տարածվեց, որ ստեղծվել է Կարս Գյումրի ենթակառուցվածքների վերականգնման առաջին աշխատանքային խումբը, այս գործընթացը ինչ փուլում է, արդյոք կան ժամկետներ, թե ոչ, երկրորդ հարցս վերաբերում է ջրանջատումներին, կան բավականին բողոքներ, շատ բողոքներ այս առումով, Ֆրանսիայի նախագահի հետ ստորագրված փաստաթղթերից մեկն էլ վերաբերում է Վեոլիա ջրի հետ գործակցության վերանայմանը, ինչ է սա ենթադրում և ինչ խնդիրներ է լուծում։ Ես ասել եմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը, որ հանրապետությունում չնայած մեծ ներդրումներին, այնուամենայնիվ ջրային խնդիրները շարունակում են մնալ շատ հրատապ, մեր ենթակառուցվածքների մաշվածությանը ավելանում է նաև կլիմայի փոփոխությունը և մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնենք, նախկին ասուլիսներից մեկի ժամանակ էլ ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ մենք Վեոլիա ջուր ընկերության պոտենցիալը ամբողջ ծավալով չենք կարողացել օգտագործել և մենք պետք է այդ համագործակցությունը առավել արդյունքահենք դարձնենք և որպեսզի ջրային խնդիրները լուծենք, այդ թվում առաջնահերթ կարգով ապահովելով Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը և իհարկե մյուս բնակավայրերում էլ այդ խնդիրը հերթով լուծելով, ինչպես նաև ոռոգման ջրի հասանելիությունը էականորեն բարձրացնելով և դա մեզ համար ռազմավարական ծրագիր է, ինչ վերաբերում է Կարս ախալքալակ երկաթուղուն, նախկինում էլ այդ թեմայով խոսել ենք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և այս պահին ժամկետների մասին խոսք դեռ չեմ կարող որևէ բան ասել, որովհետև բազմաթիվ տեխնիկական գնահատման աշխատանքներ կան։ Հիմա էլ մենք աշխատանքի ընթացքում տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին օրինակ մի ամիս առաջ չգիտեինք, 2 ամիս առաջ չգիտեինք և այդպես շարունակ, որովհետև չենք զբաղվել 40 և ավելի տարիներ, մոտ 40 տարի չենք զբաղվել պատշաճ այդ ենթակառուցվածքով, պետք է հիմա գնահատենք կարիքները և անցնենք գործի։